Եթե դուք մեկ անգամ եղել եք Երևանի ծածկած շուկաներից մեկում, որտեղ հիմնականում վաճառում են մրգեր ու բանջարեղեն, ապա հաստատ հանդիպած կլինեք սպիտակ կարմրաթույր դեմքերով և սպիտակ գլխաշորերով թթու վաճառող երիտասարդ կանանց և աղջիկների։ Երբեմն նրանք կանգնում են նաև մարդաշատ փողոցներում, խանութների հարևանությամբ և անցորդներին իրենց ցածր և ամաչկոտ ձայնով առաջարկում մանր կտրտած կաղամբի կամ վարունգի թթուն։ Նրանք մոլոկաններն են, ովքեր ռուսներ են և իրենց հավատի պատճառով 19-րդ դարի 40-ական թվականներին ռուսական տափաստաններից աքսորվել են Արևելյան Հայաստան, որն այդ ժամանակներում մաս էր կազմում ռուսական կայսրությանը։ Լոռու մարզի Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերից բացի, որտեղ գերազանցապես մոլոկաններ են բնակվում, Հայաստանում կան ռուսական անունով մի շարք բնակավայրեր, որտեղ ժամանակին ապրել են մոլոկաններ՝ Պրիվոլնոյե, Սարատովկա, Միխայլովկա, Սեմյոնովկա։ Մոլոկանների առաջին խմբերը այսօրվա Հայաստանի տարածքում հաստատվել են 1836 թվականին Սևանի ավազանում։ Նիկոլայ առաջին ցարը Անդրկովկաս էր աքսորում այն ռուսներին, ովքեր չէին ընդունում ռուսական եկեղեցին։ Մոլոկանները մաքուր ռուսներ են, ովքեր դեռ 18-րդ դարից սկսել էին այլ կերպ մեկնաբանել ռուսական քրիստոնեական դավանաբանությունը։ Մոլոկանների աղանդը կրոնական երկու մասի է բաժանված։ Մի խումբը Աստծուն է հավատում, մյուս խումբը Աստծուն և ոգուն։ Երկրորդ խումբը հեռուստացույց չունի տներում։ Երկու կրոնական խմբերը իրար հետ ևս ունեն շփումների սահմանափակումներ։ Աստծուն և ոգուն երկրպագող մոլոկանները գյուղապետարան չեն դիմում, թոշակ և նպաստ չեն ստանում, իրենց հավատը դա թույլ չի տալիս։ Մոլոկանների կրոնական աղանդը Ռուսաստանի Տամբովի նահանգում ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Մոլոկան անունը կապվում է ավետարանի հոգևոր կաթի հետ։ Մոլոկո ռուսերենից թարգմանաբար նշանակում է կաթ։ Մոլոկանությունը սոցիալական բողոքի կրոնական ձևն էր ընդդեմ ճորտատիրության և ռուս ուղղափառ եկեղեցու։ Նիկոլայ ցարը Տամբովի մարզից Անդրկովկաս աքսորեց մոլոկանների առաջին խմբերին։ Նրանք Հայաստանից բացի հաստատվեցին նաև Կարսի մարզում և Ջավախքում։ Հայտնվելով Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում, քեզ թվում է, թե ռուսական Գլուբինկայում ես գտնվում։ Մարդիկ խոսում են ռուսերեն։ Նրանց տները հենց այնպիսին են, ինչպես ռուսական գյուղերում, հիմնականում միհարկանի և փայտից, ներկված կապույտ գույնով։ Լերմոնտովոյի դպրոցը ունի երկու սեկցիա՝ հայկական և ռուսական դասարաններով։ Մոլոկանները այնքան էլ չեն ձգտում, որ երեխաները բարձրագույն կրթություն ստանան։ Միայն այս վերջին տարիներին որոշները գնում են Ռուսաստան, երբեմն էլ Երևան սովորելու։ Նախկինում Երևանի ռուսական դեսպանությունը կամ Գյումրիի հյուպատոսությունը օգնում էր մոլոկաններին։ Հիմա մի քանի տարի է անուշադրության է մատնել։ Այս հանգամանքը մոլոկաններին, հատկապես այն խմբին, որը հավատում է Աստծուն և ոգուն, այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանք միայն իրենց աշխատանքն են վայելում և անգամ հրաժարվում են թոշակից և նպաստից։ Ընդհանրապես մոլոկանները ապրում են ամփոփված կյանքով։ Շատ հազվադեպ են աղջիկ տալիս այլազգի կամ աղջիկ առնում։ Օրինակ, եթե հայ տղան ուզում է մոլոկան աղջկա հետ ամուսնանալ, ապա նախ պետք է նրանց աղանդի անդամը դառնա։ Մոլոկանները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանից գնացքներ էին աշխատում դեպի անծայրածիր տերության տարբեր մասեր, մոլոկանները իրենց պատրաստած թթուն վաճառում էին տարբեր քաղաքների շուկաներում։ Երբ Հայաստանը անկախացավ և հայտնվեց շրջափակման մեջ, մոլոկանների համար այլևս անհնար դարձավ նախկինի նման մեծ տակառներով թթուն տեղափոխել այլ վայրեր և վաճառել։ Հիմա նրանց շուկան Հայաստանն է, ակնհայտորեն նեղ տասնյակ հազարավոր տոննաներ կաղամբ ստացող աշխատասեր մոլոկանների համար։ Մենք մեր հայրենիքը համարում ենք Հայաստանը։ Մենք ապրում ենք հայերի մեջ։ Մենք Հայաստանում ազգային կամ կրոնական խտրականություն չենք զգում։ Մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը։
ասում են Հայաստանում ապրող մոլոկաններից շատերը։ Մոլոկանները ապրում են համեստ, բայց ազնիվ և աշխատասեր կյանքով։ Նրանք չեն ձգտում հարստության, բայց անպայման օգնում են հարևանին կամ բարեկամին։ Նրանք կենցաղում ընդունում են սոցիալական արդարությունը և հավասարությունը։ Նրանց տները մեծ չեն և ոչ էլ շքեղ, բայց հաստատ մաքուր են և կոկիկ։ Նրանց թիվը Հայաստանում մոտ 5000 է կազմում, բայց առանց նրանց Հայաստանը կդառնար առավել մոնոէթնիկ։